ապավինել եմ ինձ, դժվար է եղել, ժողովուրդ ջան, ես չեմ ուզում, որ մեր երիտասարդները անցնել այդ դժվարությունների միջով։ Ես ուզում եմ, որ մեր երկրում արդար լինի, որ եթե մարդը գիտելիք ու կարողություն ունի, ինքը իմանա, որ հասնելու է կյանքում ամեն ինչի ոչ մի նշանակություն չի ունենալու իր համար, ծնողը փող ունի թե չէ։ Մեր անվտանգությունը լինելու է մեր ամենակարևոր հարցերից մեկը, ժողովուրդ ջան, սա էլ ասեմ, ապահովություն, մեր բանակը, մենք պետք է հզորացնենք մեր բանակը, ինքը մեր անվտանգության ողնաշարն է, այլ ելք չունենք։ Այս որ ասում են բանակը, իշխանությունից, տարբեր քարոզիչներ որտեղից եք փողը գտնելու, Ադրբեջանը կհարձակվի, այ քեզ բան, ուրեմն մենք մեր երկիրը չզարգացնենք, ես իմ բանակը պետք է զարգացնեմ, իմ սպան պետք է լինի ոչ թե սոցիալական բեռ պետության համար, այլ պետք է լինի իմ պետության հենասյունը, այսպես է մենք մտածում մեր թիմում ու մեր արժեքային համակարգը սա է, մենք պետք է ունենանք հզոր բանակ, հայ զինվոր, որ ոչ թե այսօրվա իշխանությունների, սա ոչ թե, գիտեք իրանց մասին չեմ էլ ուզում տենց առանձնապես խոսել, այդտեղ խոսելու բան էլ չկա, բայց էլ տեսեք ինչ է կատարվում, որ ոչ թե կեղտոտ բերաններից հայ զինվոր բառը արտահայտվի, այլ հայ զինվոր բառը արտահայտվի իրական որպես արժեք, որովհետև որևէ մեկը իրավունք չունի գցի մեր զինվորի վրա, հայ զինվորի վրա մեղքը։ Այսօր ինչ կեղտոտ դիսկուրս է գնում, ասում են ինչի չես զոհվել հիմնավորի։ Հələ մի հատ դուք հիմնավոր եք, դուք ինչի չեք զոհվել։ Կացարանում 15 հոգի մեր զինվորներից հրդեհի հետևանքով մահացան։ Ու կարաք ընդհանրապես տակից դուրս գաք ու հիմնավոր եք, այսինքն ձեզ ինչ, ոչ պատասխանատվություն կա, ոչ բան կա։ Մի հատ հիմնավոր եք, ես մեր 15 զինվորներից մեկի հորը հերոսական մարդ, ես իրան հանդիպեցի մեծամորում, այս պատմությունը ուզում եմ պատմել, ժողովուրդ ջան, հանդիպեցի մեծամորում, սա այն արժանապատիվ մարդն էր, ում տիկնոջ վրա վարչապետը գոռում էր բարձր ձայնով, ում պապիկին էլ ասում էր այդ տղայի, որ տարեք, փող են ստացել տվել ընդամենը, ես այդ մարդուն արժանապատիվ մարդ հանդիպեցի, ինքը ինչ է ասում այդ մարդը, ասում է ինձ իմ տղուն ես հերոս տղա ունեմ, հանձնել եմ իմ տղուն իմ երկրին, բայց ամենակարևորը ինչն է այդ մարդուն զայրացնում, ասում է ինձ մեզ խաբում են, այս թե քրեական գործի տեսանկյունից, թե բոլոր առումներով, ոչ արժանապատիվ վերաբերմունք կա, ոչ էլ, տեսնում եք, այսինքն այս գնահատականը ես այդ մարդու աչքերի մեջ նայելով, հետո որ մտածում եմ այն մարդ, ես ոնց կարող եմ աշխատել այնպես, որ այդ մարդուն մի հատ էլ վերավորեմ, ես ժողովուրդ ջան, այն մարդն եմ, որ ինձ համար ինչ է այս ամենը սրբության պես կարևոր, ես ծնողների հետ մտել եմ ադրբեջանական կողմում զինվորների մարմիններ եմ մանեկել, նրանց երեխաների մարմիններն եմ մանեկել, ես տեսել եմ ծնողի աչքերի մեջ ինչպես նրան չասեմ կամ ասեմ, որ տղան զոհվել է, հայրը եկել է ասել եմ, մի ասա խնդրում եմ տիկնոջս, ես այդ ամենի մեջով անցել եմ, իմ համար իմ երկիրը, սրբությունը, հայրենիքը, ես այս ամենը տեսել եմ, ու այս ամենը, ու դրան, գիտեք ինչքան մեկ-մեկ ես մտածում եմ, որ այս ամենը ոչ թե ինձ թուլացրել են, այլ սրանք ինչքան էլ որ տարօրինակ է ինձ ուժ էին տալի, որ ավելի աշխատեմ, ավելին անեմ, ժողովուրդ ջան, որ սենց աչքերդ չես կարողանում պահես հուզմունքից, բայց ավելի ես աշխատում, որ այս անարդարությունների դեմ պայքարել։ Դրա համար, մեզ համար կարևորը կարգախոսը արդարությունն է եւ արդարությունը խնդրում եմ քվեարկելով հենց 6-րդ համարի օգտին։ Այս բոլոր արժեքները ես որ ասեցի, սրանք իմ գաղափարախոսությունն են, մեր թիմով հանդերձ, մեր պրոֆեսիոնալներով մշակել ենք։ Մենք մեր ազգով, ժողովրդով ինքներս մեզ պետք է ոտքի կանգնացնենք։ Եվ վերջում նորից եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, հանգարտ չմտածեք, լուրջ եմ ասում ձեզ, հանգարտ չնեղվեք, ես այնքան մեջիս այս ուժը զգում եմ, ուզում եմ այդ ամեն ինչը իրար հետ մենք անենք, ով որ փորձի մեր ժողովրդի խաթրին կպնի, միջև վերջ հետևից գնալու ենք, ոչ թե Հայաստանից դուրս եկավ հայը մենք իրան տեր չենք, այլ մենք տեր ենք ամբողջ աշխարհի հայերին, իսկ քվեախցիկում դուք իրոք ամենահզորն եք, այդ պահին ժողովուրդ ջան, դուք ուժ եք, դուք ամենան եք այդ պահին, ձեզանից իշխանությունը վերցնում են այդ պահին, այդ որ հենց գցում եք ծրարը քվեատուփի մեջ, չէ, դուք այդ պահին որոշում եք մեր երկրի ապագան, մեր երկրի ճակատագիրը, ժողովուրդ ջան, խնդրում եմ անպայման սա այդ կերպ քվեարկեք, որ հանուն լինի, իսկ 6-րդ համարի օգտին, մեր օգտին քվեարկելով դուք ունենալու եք իդեմս ինձ ղեկավար, մեր բոլորի մարդիկ, որոնք ծառայում են ձեզ ուղղակի, եւ ամենակարևորը, մենք ոչ թե ղեկավարվելու ենք այդպես շահերով, անձնական եւ այլն, այլ հանուն մեր ժողովրդի, ու մենք հրաշքներ չենք խոստանում, մենք խոստանում ենք ազնիվ, արդար, գիշեր ցերեկ աշխատանք։
Շնորհակալություն։ Քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, միասնության, 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 արդարությունը գալիս է, արդարությունը գալիս է, արդարությունը գալիս է։ Հայաստանի տեխնացու արման, Հատոյան, Հայաստանի տեխնացու արման, Հատոյան, Հայաստանի տեխնացու արման, Հատոյան, Հայաստանի տեխնացու արման, Հատոյան, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, միասնության, 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 Հայաստանի տեխնացու արման, Հայաստանի տեխնացու արման, Հայաստանի տեխնացու արման, Հայաստանի տեխնացու արման, արդարությունը, 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 ընտրենք վեցին, որ ջախջախենք 16-ին, ընտրենք վեցին, որ ջախջախենք 16-ին, ընտրենք վեցին, որ ջախջախենք 16-ին, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, քվյաթերթի կամար, միասնության, 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 Ստիպված էին լինում բարձր հարկեր վճարել։ Դուք խոսում եք արդարություն, սա ինչպես եք պատրաստվում լուծել, եթե գաք իշխանության։ Խոսում թե չէ։ Ինչպես ուզեք։ Վենդետա։ Նայեք, մեր քաղաքացիներից մեկը հարց է տալիս, խնդրեց չնկարենք, չենք նկարում։ Ընդհանրապես ասեմ ձեզ, այս ընտրություններում այդ բանը մի քիչ շատ է տարածված, մենք հասկանում ենք, մեր քաղաքացիներն այս իշխանությունը այնքան մթնոլորտը կեղտոտել, որ քաղաքացիները զզվում են ուղակի, բայց մեծ մասը զզվում է նաև այն վիճակից, որ ստեղծված է այսօր։ Դրա համար եմ ես մեր ժողովրդին ասում, ժողովուրդ ջան, ընտրություն ունեք, այդ մենք ենք, մենք լուծելու ենք այդ բոլոր հարցերը եւ մենք ուզում ենք, եթե ուրիշ պատմություն մեր երկրի համար, լավը, ճիշտը, այդ մեր ուժն է եւ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում ենք, որ բոլորով հասնենք այդ խնդրի լուծենք։ Հարց եղավ, կներեք, մեր քաղաքացին հարց տվեց, արագ պատասխանեմ, ինչ ենք պատասխանատվություն լինելու է, թե ոչ։ Իրավական, ես իրավունքի մարդ եմ։ Ես շատ խիստ մարդ եմ պետական աշխատանքում, բոլորը գիտեն։ Այն որ ասում են դրստում եմ բոլորին, հանգարց մեկը փորձի իմ ասածից, իմ բնակավարում եղածից, գործից, քաղաքացուն հանգարց մեկը փորձի խաթրին կպնել, այդ ամենավերջն է։ Ես շատ խիստ եմ աշխատանքի մեջ, բոլորը գիտեն։ Հիմա այդ խափնվում են մի քիչ, ասում են, բանա, խելոք տղայակը կարողանա թե չէ, աշխատանքի մեջ ոչ մեկ ինչ չի տեսել, այսինքն նրանցից է, որ խոսում է։ Հիմա, ժողովուրդ ջան, մի կարևոր հարցը, իրավական պետությունում չի կարող լինել ամենաթողություն, վենդետա եւ այլն չէ, չի կարող լինել, դա ճիշտ չի։ Պետք է լինի իրավական պատասխանատվություն, պետք է լինի անկախ դատական իշխանություն, ոչ թե այսօրվա նման ես մի հատ ձայնագրություն եմ ներկայացրել, ոնց են դասախոսի մի ԿՊ-ի պաշտոնյա դասախոսը մեր ուսանողներին ճնշում, որ գնա Նիկոլ Փաշինյանի հավաքին, մինչև հիմա 4 անուն եմ ներկայացրել, ասել եմ հարցակնեք Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, բայց դա ասել եմ 12-ից հետո, հիմա եմ ասում, լավ կլինի 12-ից առաջ անել, որովհետև մինչև 12-ը Մոխրոտիկի հեքիաթի պես կարող է թարս բաներ այդ մարդու հետ կատարվեն, ինքը չհասկանա ինչ կատարվեց։ Լիլիթ Մակունց եւ Արայիկ Պապիկյան, Սուրեն Պապիկյան, սրանք են մարդիկ են, որոնք նախընտրական քարոզչության համար պատասխանատու են։ Մինչև հիմա ոչ մեկի ոչ ընթացք են տվել, ոչ հարցակննել են, ոչ էլ առավելևս ձերբակալել։ Ես մեր իրավապահ մարմիններին եմ ասում, նրանցից ես շատ լավ գիտեմ նրանց, արժանապատիվ լիքը տղեկ մարդիկ կան, նրանցից շատերը մեծ հաճույքով կձերբակալեին այս բոլորին, եթե հնարավորությունը տրվի։ Ես ասում եմ, մենք մեր ժամանակ լինելու է իշխանություն, որը չի միջամտում իրավապահ մարմինների գործերին, որտեղ անկախ դատական իշխանություն է, օրենքը լիարժեք գործում է միջև վերջ, իրավունքը եւ պաշտպանելու է միջև վերջ։ Հիմա աշխատանքի հարցով մեր լրագրողներից հարցրեցին աշխատանքի հետ կապված հարցեր։ Այո, այսօր աշխատանքը դարձել է շատ բարդ, դժվար, հարկային քաղաքականության, ես խնդրեմ մեր պարոն Անանյանը, մենք շատ կարևոր ծրագիր ունենք, որը վերաբերում է հարկային քաղաքականությանը։ Հենց կակրած մենք ստեղ ունենք արդեն շատ քաղաքացիներ, որոնք միջին փոքր բիզնեսի ներկայացուցիչներն են, ժողովուրդ ջան, այս ուշադիր լսեք,
անտի շատ ծրագրեր ունենք։ Ես մենակ մի սկզբունք ասեմ, որ մենք ունենալու ենք արդար հարկման համակարգ։ Այդ ինչա նշանակում։ Նշանակում է շատ փող ունեցողը պետքա վճարի շատ, քիչ փող ունեցողը պետքա վճարի քիչ, ըստ եկամտի։ Տնտեսությունը այդպես չի տուժի։ Հեսա բանալյանը կասի